Ություն հայկական խաղաղ խնածախը գնդակոծելով, սադրանքներով, ստերով, ռեժիմով խաբելով, թե հայկական կողմն է կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Լույսը բացվում է ու Ալիևը իշխանական պատգամավորների կատարմամբ մանևրում մոլորեցնում է, թե Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում։ Ու այս ֆոնին մեզ խորհուրդ են տալիս ոչ ավելի, ոչ պակաս դագաղների համար տեղ պատրաստել։ Եթե մեր բանակը նորից ստիպված լինի պատերազմել, Երևանը պետք է նախորոք տեղ պատրաստի նոր դագաղների համար։ Եվ մենք ստիպված կլինենք զարդարել մեր ռազմավարի պուրակի ազատ տարածքը Ֆրանսիայից եւ Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայով։ Նա հայկական կողմից զինաթափվել, զենքից հրաժարվել է պահանջում։ Ինքը ռազմական բյուջեն 5 միլիարդի է հասցնում, զորավարժություններին զարկ տալիս ու շարունակում մատ թափ տալ։ Ինչ վերաբերում է այս տարվա մեկնարկից ի վեր եղած պատկերին, ապա հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում բաց աղբյուրներով տեղեկություն կա, որ տեղի է ունեցել 4 լայնամասշտաբ զորավարժություն, մասնավորապես դրանցից 2-ը տեղի են ունեցել, մեկը Թուրքիայի հետ համատեղ, մյուսը տեղի ունեցել Պակիստանում եւ 2-ը վերջին, որոնք տեղի ունեցել փետրվար ամսի վերջին, տեղի են ունեցել ծովային հետևակի մասնակցությամբ, բայց այնտեղ հստակ նշված է, որ նպատակը լեռնային ռելիեֆի պայմաններում գործողությունների իրականացումն է, որը կարծում եմ պետք է իրապես մտահոգիչ լինի մեզ համար։ Բաքվի պետական հեռուստաընկերությունը ASTV-ին կիրակնօրյա թողարկումով դարձյալ Հայաստանի Հանրապետության տարածքը արևմտյան Ադրբեջանը ներկայացնում։ Կադրեր են Թալինից, Ագարակից, իրենց այսպես կոչված վերադարձի իրավունքից են խոսում, Զանգեզուրի միջանց կոչվածը հիշատակում։ Gün gələcək Zəngəzur dəhlizi ilə gedəcəyik։ Գալու է օրը, երբ կհասնենք Զանգեզուրի միջանցքի բացմանը, ուժ ենք հավաքում այդ օրվա համար։ Որ Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է Իրանի համար, մեկ անգամ չէ,